Բարդ ես հարգելի բարեկամներ, Արմեն Հովհաննիսյանն է, Ազատարար բլոգն է, շնորհակալություն, որ հետևում եք մեր ալիքին, աջակցում եք։ Այսօր խոսելու ենք կարևորագույն իրադարձությունների մասին, որ այս օրերին ընթանում են, եւ առաջին հերթին դա Էրիադում, Սաուդյան Արաբիայում ամերիկա-ուկրաինական բանակցություններն են եւ դրանց արդյունքները եւ շատ կարեւոր է որոշ ընդգծված կեղծված կեղծ մեկնաբանությունները, իրողությունը կեղծող մեկնաբանությունների պատասխանն է, որովհետեւ շատ կարեւոր է հասկանալ թե ինչ է կատարվում օբյեկտիվորեն, առանց իդեալականացնելու թե ինչ է կատարվում եւ առանց նաեւ շատ հոռետեսական, այսպես աշխարհի վերջ տրամաբանության մեջ այդ ամեն ինչին նայելու։ Հայտնի է այն ինչ որ ասել են ուկրաինացիները եւ ամերիկացիները ընդհանուր հայտարարության մեջ, որ Ուկրաինան համաձայնվել է զինադադարի 30-օրյա եւ սպասում են, որ Ռուսաստանը նույնպես կհամաձայնվի եւ դա դառնալու է բանակցությունների այսպես սկիզբ, մեկնարկ եւ սկսվել են խաղաղության բանակցությունները փաստորեն Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Ռուսաստանի պատասխանը դեռ պաշտոնական չկա, կան միտումներ օրինակ իրենց հեռուստաալիքներում Ամերիկայի Միացյալ Նահանգներին դադարել են այդպես այդ ձևակերպումներով իրենց համար սովորական քննադատել, բախարակել, հավիել, աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրել, բայց եւ օրինակ կան հայտարարություններ, որ դեռ երկրորդ էշելոնից, որ այդ զինադադարից օգտվելու է Ուկրաինան պատերազմը շարունակելու համար։ Եվ ասեմ, որ դա այնքան էլ անհիմն պնդումներ չեն, հիմա կասեմ ինչու։ Որն է լավ կողմը եւ վատ կողմը։ Լավ կողմը այն է, որ Զելենսկին, որը գիտեք այդ հայտնի տեսարանը, կռիվը վերադառնալը Եվրոպա, միանգամից Լոնդոն, որտեղ իրեն որպես հերոսի էին ընդունում, որպես հերոսի էին ընկալում, շատ հուզիչ կադրեր նաև արդեն իհարկե դրանից հետո այս վերջերս Նորմանդիայի անգլո-ամերիկյան ոչ անգլո-բրիտանական, որտեղ բրիտանական կայսրության այդ զորքերում կային նաև կանադացիներ օրինակ, Նորմանդիայի այդ օպերացիայի տարելիցին հրավիրել էին նաև Զելենսկուն եւ այդտեղ Բրիտանիայից թե Ամերիկայից Երևի Բրիտանիայից Ամերիկայից դժվար կլիներ, որովհետեւ այդ պապիկը արդեն երևի 100 տարեկան է եւ ավել, չգիտեմ, վետերանի էին բերել կենթանի մասնակցի այդ Նորմանդիայի օպերացիային եւ նա չճանաչեց Տրյուդոյին, Տրյուդոն իրեն ներկայացրեց որպես վարչապետ Կանադայի, բայց երբ որ Զելենսկին ինքն իրեն ներկայացրեց որպես ներկայացավ, ասեց ես Զելենսկին եմ, պապիկը նույնիսկ փորձում էր ձեռքը համբուրել եւ ասել որ դու փրկիչ ես, այսինքն ընկալումը որպեսզի դուք հասկանաք թե ինչպես է Եվրոպայում ընկալվում Զելենսկին եւ ինչքան է դա հեռու ռուսական եւ տրամպական շրջանակների Ամերիկայում պրոպագանդայից։ Սա այդ հանդիպումից հետո եկավ Լոնդոն, ընդունվեց որպես հերոս, Չարլզը Մեծ Բրիտանիայի թագավորը իրեն ընդունեց հենց այդ համազգեստով, որով նա հիմա ման է գալիս, որտեղ պատերազմող երկիր է առանց որևէ խնդրի ընդգծված եւ կա տեղեկություններ ներքին Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որոնք հացանելի են դարձել ԱՄՆ մամուլին, որ Տրամպը ահավոր վիրավորված եւ նեղացած է, որ Չարլզը դեռ իրեն չի ընդունել
բայց արդեն Զելենսկուն այդպես պատվավոր ընդունում է։ Եղան նելի իրադարձություններ, որպեսզի հասկանանք այս ինչ էր Ռիադից առաջ, բրիտանական հայտարարությունները, ֆրանսիական հայտարարությունները, Գերմանիայի հայտարարությունները, չնայած դեռ նոր կառավարությունը չի ձևավորվել, բայց ժամանակավոր գործող կառավարության տարբեր եվրոպական երկրների ցուցադրական, ես այդ բառից չեմ վախենա, ինքը շատ տեղին է, ցուցադրական նիստը բրիտանական պարլամենտի, որտեղ ի տարբերություն Միացյալ Նահանգների, որտեղ բևեռացումը որքան գնում սրվում է եւ ոչ միայն դեմոկրատ հանրապետական, լիբերալ կամ պահպանողական պայմանական բաժանումն է արդեն սրվում, այլ նաև նույնիսկ ասենք հանրապետականների ներսում, ասենք մագա, տեխնոկրատները, ավանդական պահպանողականները եւ այլն հարաբերություններն են սրվում, արդեն փոխադարձ վիրավորանքների եւ այլն լարման է հասնում, հանրապետական ընտրողները, հանրապետական գրանցված ընտրողները, որոնք տուժել են օրինակ Մասկի այդ դոջի օպերացիաներից, աշխատանք են կորցրել կամ նպաստներ եւ այլն, գնում են իրենց կոնգրեսմենների, հանրապետական կոնգրեսմենների եւ սենատորների հետ հանդիպման, ինչեր ասես չեն ասում, որոշ հանդիպումներ ընդհատվում է, որտեղ անհնար է շարունակել եւ այդ մթնոլորտն է Ամերիկայում։ Եվ բրիտանական պարլամենտի ցուցադրական այդ նիստը ցույց է տալիս, թե ինչ միասնություն է Բրիտանիայում, որովհետև առաջին հերթին պահպանողական կուսակցության ղեկավարը այս պահին ողջունում է որպես այնտեղ դե բան կա, ինքը պաշտոնական ընդդիմությունն է այսպես կոչված, loyal opposition բանն է, իրենց քաղաքական համակարգում այդ ընդդիմությունը ունի ահռելի նշանակություն եւ դեր եւ պաշտոնական կարգավիճակ, ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը ունի պաշտոնական հատուկ կարգավիճակ եւ ողջունում է եւ ոտքի են կանգնում ոչ միայն լեյբորիստները այստեղ բարձ է, այլ նաեւ պահպանողական եւ լիբերալ դեմոկրատ եւ այլ ավելի փոքր կուսակցություններից, ազգայնական այսպես կոչված շոտլանդացի եւ այլն պատգամավորները, անդամները համայնքների պալատի են, այնպես են ասում Մեծ Բրիտանիայում, եւ խոսում են ազգային միասնությունից, որ իրենք հպարտ են, որ իրենք բրիտանացի են, գրեթե չեն քննադատում Ստարմերին, ասում են դու ճիշտ ես, մենք շատ ուրախ ենք, որ այսպես ճիշտ լիդեր ունենք, որը ճիշտ են կարում եւ ճիշտ քայլերի է դիմում, այսինքն ցույց տալու համար, որ մենք ազգ ենք քաղաքացիական իմաստով, իսկ ձեր մոտ տեսեք ինչ է կատարվում, այսինքն որ մենք միասնական ենք եւ պատրաստ ենք պայքարի հանուն Եվրոպայի, պայքարի հանուն Կանադայի, որովհետեւ հասկանում եք, որ Կանադան իհարկե սուվերեն երկիր է եւ այլն, բայց ինքը ժամանակին դա կոչվում էր անձնական ունիա։ Հիմա այդ երևույթը գրեթե չկա, բայց այն կա Բրիտանիայի դեպքում, չնայած այդ բառը չի օգտագործվում, Կանադայի պետության, Կանադա պետության ղեկավարը պաշտոնապես Բրիտանիայի միապետն է։ Այսինքն Չարլզը նաև Կանադայի թագավորն է։ Եվ անդադ երբ որ նահանգապետ է անվանում Տրյուդոյին, Թրամփը Մասկը անվանում է, Կանադայում կան նահանգապետ, դա մի անձնավորություն է, որը ներկայացնում է բրիտանական թագը Կանադայում եւ փաստորեն նա է նահանգապետը, Կանադան ունի նահանգապետ։ Պետության ղեկավարը իհարկե դա վարչապետ, խորհրդարանական միապետություն է կանում, ինչպես եւ Ավստրալիան, ինչպես եւ Նոր Զելանդիան եւ ավելի փոքր երկրներ։ Հիմա սա մեկ, Ֆրանսիայի հայտարարությունը, սա շատ կարևոր է սա ամեն ինչը հասկանալու համար, մինչև հասնենք Ռիադին եւ ասենք ինչ է վատ, ինչ է լավ։ Մակրոնի հայտնի այդ ելույթը վերջատեսային դա ֆուլտոնյան ճառ էր։ Ֆուլտոնում ասել եմ արդեն, Չերչիլը
փաստորեն դա համարվում է սառը պատերազմի սկիզբ, հայտարարեց, որ սովետական միություն անունով դաշնակից մենք չունենք, նացիզմը չկա, սովետական միություն անունով դաշնակից էլ չկա, որտեղ սովետական միությունը դա թշնամական երկիր է փաստորեն, որը իր արժեհամակարգով, պահվածքներով, նպատակներով ազատ աշխարհի ողերիմ թշնամին է, եւ մենք պետք է կարողանանք դիմակայել այդ թշնամուն։ Դա է Ֆուլտոնյան ճառի իմաստը եւ մինչեւ այսօր որոշ այն ժամանակ սովետական, հիմա արդեն ռուսական պրոպագանդիստներ ասում են այ սառը պատերազմը սկսեց Չերչիլը ընդամենը այստեղ խոսել է այն փաստերից, որ իրականություն էին։ Դա փաստորեն ստրկացումներ արևելյան Եվրոպայի, տոտալիտար ռեժիմների ներմուծումներ, սարսափելի ռեպրեսիաները այդ ժողովուրդների հանդեպ, ստալինյան ոգով, իսկ որոշ տեղերում իրենք նույնիսկ ունենք Հունգարիայում մի պահ նույնիսկ ուզում էին ավելի այսպես ճանասեր աշակերտ որպես Ստալինին տալանցնել, սարսափելի բաներ էին անում, տերոր, բանակը միլիտարիզացված պետություն եւ նախապատրաստություն Եվրոպան ներխուժելու եւ զավթելու։ Այդ ամենը իրողություն է։ Եվ վերջապես կապիտալիստական աշխարհի վերջը տալու։ Եվ Մակրոնի ճառը շատ նման էր այդ Ֆուլտոնյան Չերչիլի ճառին, որտեղ ինքը ասում էր, որ Եվրոպան մենակ է մնում, որ Եվրոպան փաստորեն Պուտինյան սարսափելի ռեժիմի այսպես երախի մոտ է, ես իր բառերը չեմ ասում, իմաստն եմ ասում, եւ պետք է միավորվի, պետք է ունենա ավելի ուժեղ լինի, ավելի ռազմականացված եւ ունենա ընդհանուր ռազմական համակարգ, սա արդեն Մակրոնի խոսքերն եմ ասել, որ լավագույն բանակը, ամենամարտունակ բանակը Եվրոպայում ունի Ֆրանսիան, եւ միջուկային զենք ունի, միակ երկիրն է Եվրոպական միության անդամ եւ մայրցամաքային Եվրոպա, որտեղ Մեծ Բրիտանիան էլ ունի միջուկային զենք, որը ունի միջուկային զենք եւ պատրաստ է նույնիսկ ապահովել միջուկային ծածկ, այսպես կոչված կամ անձրևանոց, ինչպես ասում են, պաշտպանելու համար բոլոր եվրոպացիներին տարատեսակ վտանգներից, վտանգը բարձր որ դա Ռուսաստանն է, Ռուսաստանի Դաշնությունն է, որը ուզում է վերադարձնել իրավիճակը մինչ 91 թվականը։ Այսինքն դա սա ռևանշ է սառը պատերազմում Չերչիլի կողմից հայտարարված սառը պատերազմում պարտության համար։ Սա Մակրոնի ճառի իմաստն էր։ Եղան իհարկե փայլուն ելույթներ, օրինակ Դանիայի վարչապետը, որտեղ նաև Դեպազը Գրենլանդիան Դանիային է պատկանում Միացյալ Նահանգներին եւ Թրամփին շատ ավելի սուր քննադատություն էր, բայց եզրակացությունը նույնն էր, որ մենք պետք է լինենք նաև ռազմաքաղաքական միավոր։ Չի կարող Եվրոպան արդեն լինել զուտ տնտեսական, աշխարհայացքային, չգիտեմ, տեխնոլոգիական կենտրոն, նա պետք է լինի նաև ռազմական կենտրոն, իր հետ պետք է հաշվի նստել։ Փայլուն ֆրանսիացի սենատորներից մեկը Գորլիստ էլի շատ ավելի խիստ եւ շատ ավելի դաժան իհարկե իրեն կարող է դա թույլ տալ արտահայտություններով, որտեղ Տրամփին համատեց Ներոնի հետ, մասկի մասին բավական այսպես սուր արտահայտություններով եւ այլն, ասաց որ վերջ Ամերիկայի վրա հույս դնել չի լինի, մենք պետք է կարողանանք մեզ պաշտպանել, որովհետեւ արյունալի Պուտինյան ռեժիմը եւ Ռուսաստանը մեզ ցնկի կբերեն Տրամփի, եթե ոչ մասնակցությամբ, ապա համաձայնությամբ։ Գրեթե ողջ Եվրոպան, բացի Օրբանից եւ Ֆիցոյից, նույնիսկ Իտալիան, որը ինչ որ վերապահումներ է թե անում եւ այլն, դա իր գազային կախվածությունն է նախ, Իտալիանի էներգետիկ համակարգը ներմուծվող գազի վրա շատ է հենված։ Եվ Իտալիայում իմիջիալոց ես դեռ հիշում եմ շփվում էի իտալացիների հետ 20 տարի առաջ, իրենք բողոքում էին, որ իրենց ջեռուցման եւ այլն այդ ծմերային ծախսերը առելի էին, ինչ որ թվեր էին ասում, իսկապես ֆանտաստիկ թվեր էին։ Ոչ մի երկրում Եվրոպայի նման բան չկար այդ պահին հաստատ։
Չնայած Իտալիան մեր մոտ տպավորություն է, որ միջերկրական երկիր է, այնտեղ միշտ տաք է, ոչ ամենուր է տաք, այնտեղ կան գոտիներ նաև բարձրադիր եւ այլն, կա հյուսիս, որտեղ կլիման ավելի այսպես մայրցամաքային մոտ է, եւ դա գազը խնդիր է, ընդհանրապես էներգիան խնդիր է Իտալիայի համար, տեխնոլոգիապես էներգետիկ համակարգը Իտալիա, ի տարբերություն հյուսիսային եվրոպական երկրների, բավական թերզարգացած է, ավաղ եւ փոխարակ ժամանակին այդ համակարգը էներգապահպանող տեխնոլոգիաների եւ այլն մեծ ներմուծում անել, իրենք չեն կարողացել ազատվել այդ էներգետիկ կախվածությունից։ Սա իհարկե մեզ էլ պետք է դաս լինի, թե մեր կախվածությունը էներգետիկ ոլորտում, եթե չնվազեցվի, չհասցվի նվազագույնի, ինչ քաղաքական նաև հետևանքներ պետք է ունենա, եւ Իտալիան այստեղ փորձում է չափավոր դեր խաղալ, այստեղ մի խնդիր էլ կա, որ Իտալիայում պայմանական Թրամփի գաղափարակիցներն են կառավարության մեջ եւ այլն, եւ այնտեղ ուզում են նաև Միացյալ Նահանգների հետ պահպանել իրենց այդ հարաբերությունները, բայց դա չի նշանակում, որ Իտալիան դեմ է այդ ամեն ինչին, պարզապես միշտ վերապահումներով ձեռնպահ է եւ այլն, բայց գաղափարը ընդհանուր առմամբ անխուսափելի է, Իտալիան մնալու է անպաշտպան, եթե եվրոպական անվտանգության համակարգի մեջ չմտնի, ինչպես ժամանակին ՆԱՏՕ-ի անդամ է դարձել, լրջագույն խնդիրներ է ունենալու Իտալիան, որովհետև բավական, այսպես ասենք, վտանգավոր տեղում է գտնվում, գլոբալ հարավ եւ գլոբալ հյուսիս այդ սահմանագծին, այնտեղ միշտ տարբեր խնդիրներ են ծագում, տարերային եւ ոչ տարերային, եւ ինքը փաստորեն առաջի գծում է այդ հարվածի, դրա համար պետք է պաշտպանված լինի։ Այդ առումով իրենք ելք չունեն եւ համագործակցում են ելի այդ գաղափարի հետ, իրենք պարզապես դեմ են հակատրամպյան այդպեսի արմատական փոսույթից եւ նաեւ գտնում են, որ Ռուսաստանի հետ լիովին հարաբերությունները խզել է եւ այլն սխալ է, որովհետեւ գազային կախվածության մեջ են, գազը իհարկե իրենք ֆորմալ առնում են, ասենք, Ադրբեջանից, բայց բոլորն էլ գիտեն, Իտալիայում էլ գիտեն, Եվրոպայում էլ գիտեն, որ այդ ադրբեջանական գազի մի զգալի մասը իրականում դա ռուսական գազն է։ Սա է իրավիճակը մինչ թիաթը եւ ամենակարևոր բանը, որ ես ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք, որևէ մի ղեկավար, ոչ մի վարքյան չի ասել Զելենսկուն, որ դու Ամերիկայի չպետք է բանակցես, ընդհակառակը բոլոր ասել են անպայման պետք է բանակցես, վերադառնաս, նույնիսկ եթե հնարավոր է վերադառնաս Վաշինգտոն, պատկերացնեք այդ կռվից հետո իրեն ընդունում են որպես հերոս, քիչ է մնում շքանշան տան, բայց ասում են, որ չէ, դու պետք է վերադառնաս Վաշինգտոն, սա ունի բազում պատճառներ, նախ որ այն բացը, որ կա այդ պաշտպանական համակարգում, Ամերիկայի կտրուկ դուրս գալու դեպքում շատ արագ լցնել անհնար է, դրա համար պետք է ժամանակ, եւ դա շաբաթներ չեն եւ ամիսներ չեն, դա պետք է արվի փուլ առ փուլ, եւ փաստորեն պետք է կարողանալ ժամանակ շահել, գոնե ժամանակ շահել, որպեսզի դա լինի։ Երկրորդը Եվրոպան, որ կա իբր Եվրոպան հավերժ պատերազմի կողմնակից է, իրենք պատրաստ են հրադադարի, զինադադարի, ինչ-որ հաշտության ձևի, բայց հաշվի առնելով եվրոպական շահերը, որովհետև Թրամփիստների այն փաստորեն մտայնությունը, որ ռուսներին հնարավորություն տալու ահաբեկել, ինչպես սովետականություններ անդադ ահաբեկում եվրոպացիներին, հա, վախեցնում, ահաբեկել եվրոպացիները ավելի, ինչպես ասում են, կկապղեն եւ իրենց տնտեսական եւ այլն տարաձայնությունների հարցում շատ ավելի զիջող կլինեն Միացյալ Նահանգների նկատմամբ, ինչը Եվրոպան ասում է, որ սա արդեն այն Եվրոպան չէ, որ 45 թվականից հետո էր, երբ այո, իսկ անվտանգության մի ահռելի մասը պատվիրակել էր Միացյալ Նահանգներին,
դրա փոխարեն տնտեսապես էր զարգանում եւ այլն, պահում էր ազատության հետ ժողովրդավարության արժեքները, աջակցում էր Միացյալ Նահանգներին, դե ինքն էլ որոշակի դեր էր խաղում իհարկե այդ պաշտպանական համակարգում, միայն Միացյալ Նահանգները չէին կարողանա այդ հարցը լուծել, որովհետև սովետական միությունը իր սատելիտներով դա բավական լուրջ ուժ էր, եւ հիմա արդեն ժամանակը փոխվել է, բոլորը ասում են, եւ կնիքը կարելի ասել 3 ֆոն դեր Լայենի ճառներ, որը կարելի ասել այդ ֆուլտոնյան ճառերի շարք է, որը ասաց, որ այո, մենք պետք է ռազմականանանք, բյուջեի դեֆիցիտի սահմանափակումները, որը Եվրոպայում ամենախիստն են երևի աշխարհում, նույնիսկ այդ կանոնի խախտումը կարող է բերի, որ պետության անդամությունը Եվրոմիությունում սառեցնեն այդ աստիճան, պետք է մի քիչ թուլացվի, որպեսզի պետությունները հնարավորություն ստանան ավելի շատ փող ծախսել իրենց երկրների պաշտպանողության վրա եւ ընդհանուր այդ համակարգում փաստորեն ներդրում ունենան։ Արդեն խոսքը գնում է մոտավորապես, որպեսզի դուք հասկանաք, իհարկե դա մի օրում չի ծախսվելու, ճիշտ հասկացեք, 800 միլիարդի կարգի գումարների մասին միայն համաեվրոպական մակարդակով, չհաշված ազգային պետությունների այդ ծախսերը տեղական, պատկերացնում եք գումարները, արդեն տրիլիոնավոր դոլարներ, եվրոների մասին է խոսքը։ Ինչն էր Եվրոպայի պահանջը, միասնական Եվրոպայի, ոչ թե Եվրամիության։ Եվրամիություն, մինուս Հունգարիա, գումարած Մեծ Բրիտանիա եւ գումարած Նորվեգիա։ Նորվեգներն էլ ինչ խնդիրներ ունեն, փաստորեն իրենք դառնում են ֆրոնտիրային սահմանային պետություն, կապված նրա հետ, որ Արկտիկայում այդ հալոցքը ընդհանուր տաքացման հետևանքով մեծ օվկիանոսային տարածքներ են ազատվում եւ այնտեղ ներքում կա ազգանցային այդ բաները գազ եւ այլն, նավթ, եւ ռուսները արդեն բացահայտ կերպով ասում են, որ դա արդար չէ այդ բաժանումը, որ մենք ավելի մեծ պետք է ունենանք բաժին այդ ամեն ինչում, եւ նույնիսկ մամուլում տեսանք, որ Պուտինը առաջարկում է Թրամփին գործարք անել եւ նաեւ Արկտիկան բաժանել իրար մեջ։ Այսինքն այդ առումով Նորվեգիան, այնտեղ դա Նորվեգիան դառնում է եվրոպական Իսրայել, այնտեղ կանանց ծառայություն, միլիտարիզացիա եւ այլն, որովհետեւ իրենք հասկանում են, որ ռուսները իրենց հանգիստ չեն թողնի, եւ այստեղ Նորվեգիան դարձել է չլինելով Եվրամիության անդամ, բայց լինելով ՆԱՏՕ-ի ամենահավատարիմ անդամներից մեկը, դառնում է փաստորեն այդ նոր դաշինքի կարևոր մասը։ Մյուս կարևոր տարրը այդ դաշինքի փաստորեն դառնում է այսպես կոչված բրիտանական համագործակցության երկրները, որոնք Եվրոպայում չեն, Ավստրալիա շատ ակտիվ կերպով, Նոր Զելանդիա եւ Կանադա։ Եթե նայեք ամեն դեպս Կանադայի լիբերալ եւ նոր ժողովրդավարական կուսակցությունները, որոնք փաստացի այսօր կոալիցիա են։ Այսինքն կոալիցիա չեն, նոր ժողովրդավարական կուսակցությունը արտաքին աջակցություն է ցուցաբերում եւ դրա հաշվին լիբերալները կազմել են կառավարություն, այսինքն ինքը չի մտնում կառավարության մեջ, բայց հնարավորություն չի տալիս պահպանողականներին տապալել այդ կառավարությունը, այդպեսի մի ձև կա արտաքին աջակցություն։ Արտաքին աջակցություն է ցուցաբերում եւ այդ կուսակցությունները հստակ եվրոպական գծի կողմնակից են, ինչպես նաեւ Կանադան հայտարարել է, որ ուզում է սերտացնել իր հարաբերությունները Հնդկաստանի հետ եւ աշխատում է այդ ուղղությամբ, որպեսզի Կանադա-հնդկական հարաբերությունները նոր թափ ստանան։ Սա շատ հետաքրքիր բան է, նույնպես հաշվի առ։ Ուրեմն ամփոփենք, գնալ, բանակցել, չհանձնվել, այսինքն ռուսական պայմաններին չհանձնվել, եթե նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ձեր վրա ճնշում են գործադրում, եւ հիշել, որ ամերիկացիները գնալու են եւ իրենք ասում են, որ գնալու են,
Եվ իսկ մենք մնալու ենք, տեղ չունենք գնալու, ուրեմն պետք է եվրոպական շահերը հաշվի առնվեն։ Սա էր դրվածքը։ Հիմա հաջողությունը, երբ ես ասում եմ կա դրական կողմեր եւ բացասական, հաջողվեց թե ոչ, հա, մի դետալ կա կարևոր։ Ոչ մի երկիր, ոչ մի երկրի ղեկավար, հատկապես Սթարմերը, Բրիտանիան իր վրա վերցրել է Ամերիկայի հետ հարաբերությունների հարցը Եվրոպայում, բարձր իրենք բազում կապերով կապված են Միացյալ Նահանգների հետ, չի ասում չստորագրեք այդ ընդերքի պայմանագիրը։ Բոլորը ասում են պետք է ստորագրել։ Բոլորը ասում են պետք է ստորագրել, բայց դա չպետք է լինի թալան, իսկ սա արդեն կարելի ասել հաղթել են իրենք, որովհետև այն տարբերակը, որը Զելենսկին գնացել էր Վաշինգտոն ստորագրելու, դա դժվար է անվանել թալան։ Դա արդեն շատ թե քիչ բալանսավորված պայմանագիր է։ Այսինքն ստեղծվում է ֆոնդ, այդ փողի մոտավորապես կեսը Միացյալ Նահանգներին է, կեսն էլ այդ ընդերքի էքսպլուատացիայի գնում է Ուկրաինայի պաշտպանության, վերականգնման եւ այլն ֆոնդ։ Ընդհանուր առմամբ իբր գնահատել են, չնայած դա շատ պայմանական թիվ է, ոչ ոք չգիտի, որ 500 միլիարդի մասին է խոսքը, այսինքն 250 միլիարդը մնում է Ուկրաինայում։ Հիշենք, որ Թրամփը բանով իր բիզնես ոճով, բանով հոպստոպի վրա կներեք, ուզում էր գցել եւ ամբողջ 500 միլիարդը վերցնել այն մոտավորապես 80 միլիարդ օգնության տեղը, որը ստացել է Ուկրաինան Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Դե իր պատկերացմամբ բիզնեսը, եթե կարող եմ խաբել, պիտի խաբեմ, որովհետև ինքը պարտանում է, որ ինքը բիզնեսմեն նախագահ, որ ճիշտ է բիզնեսմեն նախագահներն են։ Եվ շատ դա արդեն կարելի ասել հասել է, որովհետև այն տեքստը կրկնում եմ, որը համաձայնեցված է, դա գուցե այդքան էլ իդեալական չի, բայց դա արդեն այն բացարձակ թալանի պայմանագիրը չի, եւ եթե չլիներ Եվրոպայի աջակցությունը, շատ դժվար կլիներ Զելենսկուն հասնել այդ պայմանագրին, վերանայված պայմանագրին։ Եվ պետք է պայմանագիրը պարտադիր ստորագրել, ասում են բոլոր եվրոպական ղեկավարները, կարող եք ինքներդ գտնել համացանցում եւ տեսնել, որ դա այդպես է իսկապես, եւ պետք է ամերիկացիները պարտադիր մասնակցեն, բայց իրենք իրավունք չունեն Եվրոպան հանձնել Ռուսաստանին, Ուկրաինան հանձնել Ռուսաստանին։ Եվ պետք է հնարավորություն տան եվրոպացիներին, եթե իրենք նույնիսկ չեն մասնակցելու պաշտպանությանը, ինչ արդեն համակերպվել են եվրոպացիները, պաշտպանել Եվրոպան Ռուսաստանից, որտեղ Ռուսաստանը դա չարիք է եւ թշնամի։ Ակնհայտ։ Հիմա է Ռիադի մինուսը ամենակարևոր, որ դա երկկողմանի էր։ Ամենակարևոր մինուսը։ Այսինքն այն պահանջների մաքսիմումը, որ դրել էր Եվրոպան, չհասան, որպեսզի եվրոպացիները նույնպես մասնակցեն այդ գոնե այդ փուլում։ Հետագայում հայտնի չի գուցե եւ մասնակցեն։ Բայց այս փուլում փաստորեն Միացյալ Նահանգները չգնացին այդքան։ Իրենք ասում են, որ իրենք ուղղակի պետք է լինեն, իրենք իրենց միջնորդ են հայտարարել, արդեն Ուկրաինայի դաշնակիցը չեն, իրենք հիշում եք, չէ՞, Ռուսաստանի պահվածքը 20 թվականին, նույն բանը անում են Միացյալ Նահանգները այսօր Ուկրաինային։ Մենք կա մի նրբություն, երբ որ ասեմ բասում եք ձեր ամերիկացիները, Ամերիկան վարչակարգ փոխվեց։ Ամերիկայում կարելի ասել հեղափոխություն է իրականանում, որը երևի թե կտապալվի, բայց իշխանության գրուպ եկել են աջ հեղափոխականները եւ իրենք ուրիշ Ամերիկա են ուզում, ուրիշ քաղաքական կարգեր նույնիսկ, ուրիշ դերակատարություն աշխարհում, ուրիշ արժեհամակարգ։ Այնտեղ հեղափոխություն է եղել, որովհետեւ այն ինչ-որ 17 թվականին Ռուսաստանում, բայց անարյուն հələ որ փառք Աստծո։ Հա, բայց մեծ այդ գելիբերան ուղարկեց նույն Պուտինի ռեժիմը, այսինքն դա ոչ թե Ռուսաստանում ինչ-որ ֆունդամենտալ փոփոխություններ եղան, այդ ռեժիմը գտավ որ վերջս, հայերը բան չեն, չէ՞ ամերիկացիները ասում են ասետ չեն, այսինքն ինչ-որ ակտիվ չեն, ինչ է, իսկ Ադրբեջանը դա կարևոր է, Թուրքիան շատ կարևոր։ Սա է, դրա համար տարբերություն կա բոլոր դեպքերում։ Եվ նմանություններ կան, եւ տարբերություններ կան, պետք է հասկանալ։
Հա, եթե նույնիսկ Ամերիկան գնում է, ապա մենք պիտի կարողանանք մեզ պաշտպանել եւ այնտեղ պետք է լինեն եվրոպական զորքեր, առնվազն 3 երկիր հայտնել է, որ ինքը ցանկանում է, որ ներկայացված լինի։ Դա Ֆրանսիան է, անշուշտ, դա Մեծ Բրիտանիան է եւ Գերմանիան։ Հնարավոր է այլ երկրներ, նայ, խոսենք Նորվեգիան եւ այլն։ Բայց այդ երկիրը ասել են, որ իրենք պատրաստ են այդտեղ լինել։ Խոսքը թե նույնիսկ քանակությունն է քննարկվում 30,000 զորքերի եւ այլն։ Իրենք ամերիկացիներից ընդհանրապես մի բան են ուզել, այն էլ շատ են կասկածում, որ ամերիկացիները դա կտան։ Դա արբանյակային հետախուզության տվյալների հետ կիսվելն է այդ եվրոպացիների հետ, որոնք տեղակայվելու են Ուկրաինա։ Որը էլի ամերիկացիները այնպես են պահում, որ միանշանակ չի կարող է չլինի։ Ուրին մինուսը ասեցի, Եվրոպան չի մասնակցում։ Երկրորդ մինուսը, որ Ռուբիոն արդեն, Ռուբիո դա մասկ չի, դա Թրամփը չի նույնիսկ լուզ մարդու տպավորություն բան ունի, համբավ ունի, որ ինքը տասնամյակներով այդ համբավը կառուցել է։ Եթե Ռուբիոն ասում է, որ տարածքային ամբողջականության մասին Ուկրաինայի խոսք լինել չի կարող, եւ տարածքային զիջումներ պետք է լինեն, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները ճնշում են գործադրում, որ պետք է ինչ-որ տարածքներ թողել Ռուսաստանին եւ փաստորեն համակերպել դրա հետ։ Ինչը շատ վատ է։ Եվ ոչ միայն վատ է, որ Ուկրաինան, բա ոնց տարածքը տարան եւ այլն, խնդիրը դա չի։ Խնդիրը այն է, որ Հելսինկյան ակտը Եվրոպայում ոչ եւս։ Ինչը հնարավորություն է տալիս Ռուսաստանին ագրեսիվ քաղաքականություն անել բազմաթիվ երկրների հանդեպ։ Սա բացասական։ Վոլցը եւ Ռուբիոն առանձին իրենց այդ ասուլիս հայտարարության մեջ մի քիչ ավելին ասեցին, քան ընդհանուր հայտարարության մեջ էր, ասելով, որ Ուկրաինան պետք է լինի իհարկե պաշտոնունակ, պետք է իրեն երաշխիքներ տրվել եւ այլն, մենք դրա կողմնակից ենք, չգիտեմ, դա որքան է հռետորաբանություն, որքան է ոչ, բայց ամենայն դեպս դա մի քիչ ավելի դրա փորձեց այդ նախնական բացասական ֆոնը, որ կար, մի քիչ գոնե իրենք փորձեցին մերմել։ Բրիտանիան եւ մնացած եվրոպական երկրները ողջունեցին այդ համաձայնությունը, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ, երբ որ ասում են Ամերիկայի բոլոր պահանջները ընդունվեցին, եթե Ամերիկայի բոլոր պահանջները ընդունվեին այնպես ինչպես Թրամփը եւ Պուտինը, ես արդեն համոզված եմ, որ Մոլոտով-Ռիբենտրոպ երկուսը դա իրականություն է։ Ինքը դեռ ֆորմալ չի ստորագրվել, բայց արդեն հնարավորությունը կա, ինչի համար ճալոց ոչ միայն եվրոպացիները, այլ Միացյալ Նահանգները շատ ծանր գին են վճարելու, Մոլոտով-Ռիբենտրոպ մեկի պատմությունը հիշեք, 39 թվականին ստորագրվել է, 40 կարծես 39, 41 թվականի հունիսի 22-ին գերմանական բանակը ողջ սահմանի երկայնքով արդեն ներխուժեց սովետական միություն 2 տարի անց։ Եվ դաշնակից եւ բարեկամ երկրները, որոնք Եվրոպա են կիսում իրար մեջ, իրեր սպանդանոց փաստորեն կազմակերպեցին իրար դեմ եւ միլիոնավոր եւ միլիոնավոր մարդիկ, տասնյակ միլիոնավոր մարդիկ զոհվեցին այդ ամեն ինչ։ Ես չեմ ասում, որ անպայման հիմա զոհվելու եմ, ուզում ասել, այդ նմանատիպ ռեժիմների հետ այդպեսի դաշնակցային եւ այլն համաձայնությունները իրենք ոչ մի լավ բանի չեն բերում, ասենք, եւ Թրամփը իհարկե որպես նարցիստ, ես կասեի նույնիսկ էգալոմանիակ եւ էգոմանիակ, ինքն իր մասին շատ մեծ կարծիքի է, ինքն իրան համարում է անկրկնելի պատմական իմաստով հանճարեղ անձնավորություն, բայց ասենք այնպես չի, որ այդ Չեմբերլենները եւ այլն իրենք հիմարներ էին, բացարձակ գտածակ չունեին, ինտելեկտ չունեին, բայց իրենք էլ էին համարում, որ շատ կարևոր հարց լուծեցին, Մյունխենը նկատի ունեն, մինչ Մոլոտով-Ռիբենտրոպը, հետո Ստալինը համարում էր, որ ատամները
փոքեց եվրոպացիների եւ գերմանացիների եւ իր մեջ են գերմանացիները, որովհետեւ գերմանական ռազմական տնտեսության վերականգնումը ուղղակիորեն ընդհանրապես Գերմանիայի երկու գործոնից էր կախված։ Մեկը, որ Ռուսաստանը մեջքից չի խմբի սովետականությունը չի արձակվի, եւ երկրորդը ռեսուրսների օգտագործումը, շահագործումը, որը տրամադրում էր սովետականությունը, մետաղներ եւ այլն, որը հնարավորություն տվեց փաստորեն Գերմանիային զինվել, պատերազմել այլ երկրների հետ, հետո շուռ գալ, որպես այդ կախվածությունից ազատվի իմիջիայլոց, ոչ միայն նրա համար, որ նրանք վատն էին, նացիստ էին, արունախում էին եւ այլն, հող էին ուզում տարածք, այլ նաեւ որպեսի այդ տոքսիկ իրենց համար կախվածությունից ազատվեն, դա բանդիտական այսպես մտածելակերպ է, հա, ասենք մրցակցին պարտներին, որը նաեւ մրցակիցը դուրս հանել խաղից։ Եվ հիմա Թրամփը այդ խաղն է խաղում։ Մոլոտով-Ռիբենտրոպ 2։ Բայց դրա մասին հետո հիմա խոսում ենք Սաուդյան Արաբիայից։ Եվ շատ կարևոր է, որ հիմա Միացյալ Նահանգներն են հայտարարում, ասենք գնդակը ռուսների դաշտում է։ Ուկրաինացիները համաձայն են, ֆրանսիան համաձայն 30-օրյա հրադադարի։ Այդ տեսնենք ինչ կասեն ռուսները։ Եվ փաստորեն հիմա գոնե ֆորմալ համոզված են, որ Թրամփը ատում է եւ արհամարում է ուկրաինացիներին, ուկրաինական պետությունը, բայց գոնե ֆորմալ հիմա ուկրաինացիները լավն են, պուպուշ են, էս են, իսկ ռուսները կտեսնեն դեռ։ Այնպես որ այդ իրավիճակում ժամանակ է շահում նաև Ուկրաինան իր համար։ Ես ինչի հիշում եք սկզբում ասացի, որ ռուսները ասում են, թե իրենք այդ 30 օրից կօգտվեն։ Այո, այդ առումով իրենք այդ 30 օրից կօգտվեն, որտեղ Եվրոպայի կան աջակցությունը եւ այլն ժամանակ են պետք։ Եվ այստեղ հետաքրքիր բաներ է, որ Թրամփը արդեն բոլոր տեսակի տնտեսական մրցակցության կանոնները փաստորեն խախտելով ապահովում է Ամերիկայի գերակայությունը տնտեսության մեջ, ինչը շատ երկար կյանք լինել չի կարող, այդ ձևերով երկար չես կարող ապահովել։ Օրինակ շվեդներին արգելվել է վաճառել իրենց հոյակապ գրիֆեն ինքնաթիռները ռազմական, որովհետև այնտեղ կան ամերիկյան կոմպոնենտներ։ Դրա փոխարեն ասում է ամերիկյան առել, ինչ է գրիֆենը առել։ Եվ Շվեդիան լուրջ խնդիրներ են։ Ֆրանսիան այդ խնդիրները չունի, դրա մասին շատ մանրամասն եւ լավ կարող է պատմել Կարենը Սարգսյան։ Ֆրանսիան ոչ մի կախվածություն Ամերիկայի ռազմաարդյունաբերական համալիրից չունի, դա իրենց իմաստագույն որոշումներ ժամանակին, դրա համար իրենք ում ուզում են, ինչ ուզում են կարող են տան, կարող են վաճառել, ավելին իրենց ռազմական արդյունաբերությունը դրա հաշվին, քանի որ դառնում են այլընտրանք Ամերիկային, կարող են բազմակիորեն մեծացնել եւ դա տնտեսության համար նաեւ շատ մեծ եկամուտ է, որովհետեւ դա այն սովետական միության զինվելը չի, որ կամ նվիրում էր զենքը կամ պատկով էր տալիս իր դաշնակիցներին կամ էլ իր քաղաքացիների սեղանի հացը փոխում էր, որպեսզի զինված լինի բան։ Դա բիզնես է, դա ապրանք է, որը վաճառվում է։ Եթե վաճառվում է, դա փաստորեն դառնում է կարևոր տնտեսության մի մաս, փաստորեն Ֆրանսիայի արտահանումը կտրուկ կարող է աճել այդ ռազմական կոմպոնենտի զինատեսակների զենքի վաճառքի հաշվին։ Սա է իրավիճակը։ Հիմա լավ ասեցի, որ եվրոպացիները շատ թե քիչ պահում են զարկերակի վրա մատները, բոլոր գործողությունները Զելենսկու, դա ակնհայտ է, դա ճտվում է, համաձայնեցված է բրիտանացիների եւ ֆրանսիացիների հետ, առնվազն, գերմանացիների, պարզապես Գերմանիայում միջկառավարական շրջանը ասում են մարտի վերջին դոր կձևավորվի կառավարություն, որի վարչապետը, այսինքն Գերմանիայի վարչապետը ֆեդերալ կանցլերը կլինի Մերցը եւ արդեն Գերմանիան է կլինի այդ երյակի լյովին հավասարված։ Եվ կա ճնշող մեծամասնության կոնսենսուս Եվրոպայում, որ պետք է փաստորեն լինի եվրոպական պաշտպանական համակարգ, եվրոպական ՆԱՏՕ, որը ոչ միայն եվրոպական է լինելու, այլ միայն հնարավոր է, որ այդ ՆԱՏՕ-ի մաս լինելու է Կանադա, ինչը դրան դարձնում է իսկական ՆԱՏՕ, North Atlantic, այսինքն նաև Ատլանտյան ընկերություն, որտեղ Կանադան հիմա էքզիստենցիալ խնդիրներ է լուծում,
Դա առանձին թեմա է, շատ հետաքրքիր թեմա է, առևտրային պատերազմը Կանադայի եւ Միացյալ Նահանգների միջեւ, այնտեղ իհարկե ֆենոմենալ բաներ են կատարում, որտեղ դա մատից ծծած կոնֆլիկտ է, դա մատից ծծած կոնֆլիկտ է, ոչինչ չի կարող ասել, որ Գերմանիան, Հիտլերը օրինակ, հնարել էր լեհական խնդիրը, լեհական խնդիրը իր համար կար, այլ խնդիր է, որ ինքը որպես բռնապետ, բռնակալ, տոտալիտար ղեկավար, այդ խնդիրը որ լուծեց այդ ձևով, հա, պայմանավորվեց սովետական միության հետ, փաստորեն երկիրը ոչնչացրին, կիսեցին իրար մեջ։ Սա այլ խնդիր է, բայց ասել, որ մատից ծծած խնդիր էր Լեհաստանը, չկա, այդպես։ Սովետական միության համար Լեհաստանը շատ ավելի ծանր խնդիր էր, որտեղ Լեհաստանը հակակոմունիստական, հակաբոլշևիկյան դիմադրության կենտրոններից էր Արևելյան Եվրոպայում։ Եվ բացի Վրեժից, որ 20 թվականին լեհերը հրաժարեցին Կարմիր բանակը, ահռելի ինչ-որ նկարագրելի կորուստներ տարով սովետական այն ժամանակ Կարմիր բանակին եւ դրանից հետո էլ իրենք շարունակում էին լինել հակասովետական գործունեության եւ այլն կենտրոն։ Այսինքն ասել, որ լեհական խնդիր չկար, չի կարելի, կար, պարզապես տոտալիտար երկրները դա լուծեցին տոտալիտար միջոցներով։ Բայց կանադական խնդիր գոյություն չունի, դա մատից ծծած խնդիր է Տրամպի եւ տրամպիստների համար, որպես արտակարգ իրավիճակ ստեղծել Միացյալ Նահանգներում, իշխանությունը զավթելու համար հարմար միջավայր ստեղծելու։ Եվ այն, որ կանադացիները դիմադրում են եւ կանադական նացիոնալիզմը, հենց կանադական, այսինքն քաղաքացիական նացիոնալիզմը, ոչ թե էթնոսների արդեն ֆրանկո-կանադացիների, անգլո հնդկական ծագումով կանադացիների, ասիական եւ այլն, սիրիական, հայկական, չէ, հենց մենք բոլորս կանադացի ենք, այնպեսի ես չգիտեմ 20-րդ դարում երբ է եղել, որ այսպես, հա, երբ որ իրենք Բրիտանիայից պահանջում էին անկախություն, միայն այդ ժամանակ։ Միայն այդ ժամանակ։ Եվ այդ առումով սա շատ կարևոր է, որովհետև եթե քթին ստանա Տրամպի ադմինիստրացիան Կանադայում, իհարկե Բրիտանիայի եւ Եվրոպայի օգնությամբ, ապա իր պլանները կարող են տապալվել, որովհետև միայն հաղթական պետության մանդատ կարող է միայն հաղթական ղեկավարը ստանել։ Խոսքը իհարկե այդպեսի բռնապետություն չի, որպես ինչպես Ռուսաստանում, Ամերիկան դա ինստիտուցիոնալ երկիր է, բայց դա նաև այն ինստիտուցիոնալ բալանսների վրա հիմնված հանրապետությունը չի, տրամպիստների պատկերացած հանրապետությունը, որը ձևավորվել է։ Դա շատ նման է, եթե պատմական էքսկուրս անենք, խոր շատ էքսկուրս է, այն ինչ կատարվեց Հռոմում։ Շատերը մտածում են, որ Հուլիոս Կեսարը եկավ, լուծարեց հանրապետությունը եւ դարձավ միապետ, այդպեսի բան չկա։ Ֆորմալ եւ շատ առումով ոչ ֆորմալ Հռոմեական հանրապետությունը շարունակեց գոյությունը, պարզապես նոր տարր ավելացավ, այդ ավտոկրատիկ տարրը ավելացավ, կայսրի պաշտոնը, կայսրի դիրքը, սենատ, դատական հավաքարկ, չգիտեմ, տրիբուններ, պրետորներ, չգիտեմ ինչ, այդ ամեն ինչը կար։ Եվ կար դեռ դարեր։ Դրանք շատ թե քիչ արդեն հաղթահարվեցին եւ ինքը ստացավ դասական միապետության տեսք արևելքում, արևելյան հռոմեական կայսրությունում, որը մեզ բոլորիս հայտնի է որպես Բյուզանդիա, բայց որը երբեք ինքն իրեն Բյուզանդիա չի համարել։ Այդտեղ դա արդեն նման էր այդ կայսրությանը và միապետությանը, բայց հռոմեական կայսրությունը ինքն իրեն համարում էր նույնիսկ Ներոնների եւ այն հոգեկան մնացած հոգեգարների օրոք որպես հանրապետության մի ձև։ Եվ նույնը իհարկե թողներին ինձ պատմության ոգին, որ ես Տրամպին համատում եմ Հուլիոս Կեսարի հետ,
Բայց փաստորեն ֆորմալ հանրապետական ինստիտուտների պահպանմամբ ավտորիտար երկրի կառուցման մասին է խոսքը։ Դա է տրամպիստների, ոչ թե հանրապետական կուսակցության, ոչ թե պահպանողական ամերիկացիների, այլ տրամպիստների տարբեր խմբավորումների, դա ՄԱԳԱ-ն է, դա այն խմբավորում, ես անվանում եմ տեխնոֆաշիստներն են եւ այդ խմբավորումների, դա կրոնական ֆունդամենտալիստական խմբերն են, դա կարելի է համատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, բայց իրենք քրիստոնյա են, եթե որպեսզի հասկանաք, դա այդ խմբերի ցանկությունն է, որտեղ իրենք համարում են, որ նախորդ համակարգը չի կարողանում չի ակտիվացնում իրեն լավպես։ Եվ դրա համար պետք է թշնամիներ։ Նայեք Ամերիկայի Միացյալ Նահանգները, ով է իրաց, չունի թշնամի, ասենք բնականորեն է այնպես է ստացվել, որ այնտեղ Մեքսիկան է, այնտեղ Կանադան է, վերջ, ոչ ոք չունի։ Նա Կուբա կա, այն էլ Ամերիկա որի հիմա հատկապես նա այսպես անետ Կուբան չի լինի, կանցնի ջրի տակ, ասենք ով է թշնամի, որ կարող է իրենց ուղղակի վնաս տալ, խոսքը աբեկիչների մասին չէ, խոսքը պետության մասին։ Պետք է պատից ծծել, հնարել խնդիր, պատերազմ հայտարարել այդ խնդրի դեմ, զանգվածներին փաստորեն այդ շովինիստական եւ այլն պրոպագանդայի շուրջ դեռ չի ստացվում։ Արկաստո, որտեղ Ամերիկայի ժողովուրդը ուզում է ապրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Սահմանադրական Հանրապետություն։ 80 քանի տոկոսը հանրապետական ընտրողների, ոչ թե ընդհանրապես ընտրողների, հանրապետական ընտրողների Կանադայի դեմ այս գործողությունները համարում է սխալ։ Ասում ես ինչ կա։ Ինչի համար։ Հանուն ինչի։ Սա նույնն է, եթե Հայաստանը չունի այդ նույնիսկ ես Հայաստան-Վրաստան հարաբերությունը չեմ մամատի։ Շվարանում եմ ասել, հա։ Ֆրանսիան հարձակվի Բելգիայի վրա։ Չի համար։ Աբսուրդ։ Սերտորեն իրար հետ կապված երկրներ եւ այլն։ Հոլանդիան Բելգիայի վրա հարձակվի կամ հակառակը, դա նման երևույթներ։ Եվ այս առումով Կանադայի պաշտպանությունը դարձել է Եվրոպայի կարևոր ճակատներից մեկը, որովհետև եթե Տրամպը հաջողվի տրամպիստներին զավթել իշխանությունը, ոչ թե հաղթել ինչի իրենք արել են, այլ զավթել իշխանությունը, Իվանիշվիլի անել Միացյալ Նահանգները, ապա այդպեսի Ամերիկայի հետ գործ ունենալը շատ վտանգավոր է, որովհետև այսօր Տրամպն է, վաղը կարող է օրինակ լրիվ արդեն թափած, ասենք, մասկի նման մեկը լինել։ Այդպեսի համակարգները այդպեսին են։ Պետք է անել։ Պետք է օգտագործել պառակսվածությունը նաև ամերիկյան ժողովրդի, օրինակ բերեցի Բրիտանիան, որ ցույց է տալիս միասնականություն։ Սա շատ կարևոր է, որպեսզի հասկանալ, որ Կանադայի պաշտպանությունը ոչ թե Ամերիկայի դեմ պայքարում, Ամերիկան խնդիր չունի, նորից եմ կրկնում, ավելի լավ հարևան ու դաշնակից Կանադան է Ամերիկայի համար, մենք հայերս կարող էինք, բանը, չգիտեմ, աղոթել ծնկաչոք 1000 տարի, մեզ չէր տա, Աստված երևի, որ իրենք արդեն ունեն։ Ինձ այդ խնդիրը արհեստականորեն փաստորեն գեներացնում է Տրամպը, Մասկը, որի մայրը կանադոյի է, ինչալոց, ընդհանրապես դրանք արմատներ ու ուրացողների բանդա է, որտեղ Տրամպը ատում է եվրոպացիներին լինելով գերմանա-շոտլանդական ծագում ունենալով, ոչ թե հեռավոր նախնիների մասին է խոսքը, իր ծնողների մասին է խոսքը։ Մասկը պայքարում է Հարավային Աֆրիկայի եւ Կանադայի դեմ, լինելով հարավաֆրիկացի եւ կանադացի, այսպեսի ինչ որ արմատներ ուրացող տարօրինակ մարդիկ եկել են իշխանության։ Միակ Ռուբիոն է, որ անդադ ծել է բացատրվում իր լատինական, իսպանական արմատներին եւ այլն, հիմա ինչպես է վերաբերվում, որ Տրամպը
անգլերենը առաջին անգամ նահանգների պատմության մեջ պաշտոնական լեզու հայտարարեց, հետաքրքիր է, եւ կա արդեն Saturday Night Live-ի սկեթչը, ծավալը, որ Տրամպը կանչում է Ռուբիոին եւ ասում է, քանի որ ես պաշտոնական լեզուն անգլերեն եմ ընդունել, այսօրվանից դու Մարկո Ռուբիո չես, այլ Մարկ Ռուբի ես։ Եվ բանը համաձայնվում է, դա ասում է, հալա։ Ցետալով որ ինքը բանը անսկզբունքային մարդ է Ռուբիոն, որ նույնիսկ այդ դեպքում ձայն չանեց։ Սա է, որպեսզի հասկանա։ Լավը եւ վատը լինենք սպասման մեջ, հետաքրքիր ժամանակ ենք ապրում, բարդ ժամանակ է, բայց Եվրոպան նույնիսկ շատ ավելի ծանր եւ անհուսալի իրավիճակներից է կարողացել դուրս գալ, պահպանելով ազատության, քաղաքացիների մարդկանց հանդեպ հարգանքի, բարեկեցության ձգտման այդ մթնոլորտը, որը բնորոշ է եվրոպական քաղաքակրթությանը, կարողացել է հաղթահարել շատ ավելի ծանր հիվանդություններ, քան Թրամփիզմն է։ Այնպես որ կարծում եմ, որ ամեն ինչ նոր է սկսվում եւ հետաքրքիր է լինելու, կլինեն նաեւ բարդություններ, բայց վերջի վերջո շատ ավելի ամրացած, շատ ավելի ամրապնդված եվրոպական քաղաքակրթությունը, արևմտյան քաղաքակրթությունը կհաղթարի նաեւ այս փուլը մտնելով 21-րդ դար, արդեն ոչ թե ֆորմալ, այլ ֆունդամենտալ առումով, հիմնարար առումով մտնելով 21-րդ դար։ Շնորհակալություն։ Մինչ հանդիպում, շնորհակալություն աջակցության համար։